250, 270, որոշ լցակայաններում անգամ ավելի քան 300 դրամ։ Հայաստանում արդեն մի քանի օր է հեղուկ գազը 180-ից 190-ի փոխարեն կամ այս գներով է վաճառվում, կամ ընդհանրապես չկա։ Այն օրը սպիտակցիները եկել են, ասում են 320-ը արդեն հասել իրանց մոտ։ Այս խայտառակությունը։ Քանի օր որ այս գնով եք լցնում արդեն հեղուկ գազը։ Դուրսանից բարձրել եմ լցրել, ես մի շաբաթ եմ եղել։ Ասացիք կան գազացականներ, որ ընդհանրապես բան չկա, հեղուկ գազ չկա։ Չկա, նոր գալիս եմ մի լցակայանից, Ավրայից, ֆլեշ Ավրայա ինչ-որ կոչվում, այդտեղ չկար։ Վարորդներն ահազանգում են մայրաքաղաքում այսօր դժվարությամբ են հեղուկ գազ գտնում։ Մինչ մարզերում արդեն մի քանի օր է այս վիճակն է։ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է։ Փոքր գազալցակայանները կամ փակ են կամ այս օրերին վաճառում են իրենց ունեցած վերջին պաշարները։ Լարսի փակ լինելու պատճառով նոր խմբականակ չեն ստացել։ Գազպրոպան ընկերությունից մեզ հայտնեցին, որ մայրաքաղաքի 10 լցակայաններից աշխատում է միայն 2-ը։ Անհատ ձեռնարկատերերից մեկը նշեց, որ ստիպված է եղել փակել Գավառում գտնվող իր լցակետը։ Եթե գազի դեֆիցիտը շարունակվի, երկու օրից էլ հավանաբար գազ չի ունենա նաև Երևանի լցակետում։ Անգամ խոշոր ներկրողները, որոնք մեծ պահեստներ ունեն, այս օրերին դադարեցրել են փոքր ընկերություններին վերավաճառքը։ Սեփական գազալցակայաններում էլ նրանցից որոշները վաճառքն իրականացնում են միայն կտրոններով, կրկին բարձր գնով։ Կան լցակայաններ, որ չկա, կտրոններով են մենակ լիցքավորում։ Երևանում է։ Իհարկե։ Ֆլեշը, օրանժ գազը։ Մինչ խոշոր ընկերությունները գնի բարձրացումը պայմանավորում են պահանջարկ առաջարկով, վարորդներին բացատրությունը արժանահավատ չի թվում։ Նախ անցյալ տարի Լարսը չէր փակվել էր։ Առաջինը բերած հին գազը վաճառում են մի անգամից թանկացրած, բայց իրանք առել են էժանով։ Երկրորդը, ասենք, սա ես ոնց հասկանում եմ, արվում է, ոնց բենզին բերեցին ադրբեջանական, երևի հիմա էլ որոշել են գազ բերեն ադրբեջանական։ Ես ուրիշ բան չեմ կարող ասեմ, որովհետև իմաստը կորում է։ Իրավիճակով պայմանավորված այս օրերին վարորդներից շատերը նախընտրում են հեղուկ գազի փոխարեն բենզինով վարել մեքենան։ 150 դրամից բարձր արդեն գազը իր իմաստը կորցնում է, որովհետև այն տարածությունը, որ մեքենան վարում են, խոսքի օրինակ 10 կիլոմետր 2 լիտր հեղուկ գազով, դա նույնն է 1 լիտր բենզինով։ Հիմա դրեք հաշվեք, 250 դրամով գազն է ձեռնատու, թե 480 կամ 460 դրամով բենզինը։ Այս գնով վերջի անգամ եմ լցնում։ Բենզինով ավելի ձեռք կտայի դեր։ Հա։ Դե որ սենց գնաց բենզինով կվարում, չէ՞։ 100 կիլոմետրի մեջ մի 1500 դրամի տարբերություն է տալիս մաքսիմում։ Հա։ Ինչու է շուկայում այս վիճակը ստեղծվել։ Հայկական ընկերությունները հեղուկ գազ են ներկրում Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանից։ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին գտնվող Լարսի անցակետը վերջին ամսվա ընթացքում բաց է եղել ընդամենը 4 օր, ինչի հետևանքով ներկրողների խոսքով հեղուկ գազ տեղափոխող հարյուրավոր բեռնատարներ մնացել են ճանապարհին։ Մեքենաները վարորդները թողել են այնտեղ ու եկել են ստեղ, իրենց նոր տարին արել, հետ են գնացել ամսի 3-ից հետո որ մեքենաները բերեն ու եղանակային պայմաններից ելնելով փակվել է ճանապարհը, մնացել են այնտեղ։ Մեքենաների 70% գտնվում են Ռուսաստանում։ Մեր մեքենան 3-4 օրն է եկել, բայց նորից մեր մեքենայից է գալուց հետո նորից ճանապարհը փակվել է։ Ներկրողներն ասում են, անգամ եթե անցակետն առաջիկա օրերին բացվի, հերթերը հաշվի առնելով օրեր կպահանջվեն, մինչև բեռնատարները Հայաստան ուղևորվեն։ Ինչ վերաբերում է Իրանից ներկրումներին, այդ ուղղությունը վերջին շաբաթներին նույնպես կանգ է առել։ Հարևան պետությունում հեռախոսային եւ ինտերնետ կապի բացակայության պատճառով ներկրողները չեն կարողանում կապ հաստատել իրենց գործընկերների հետ։ Այդ ժամանակ որ ճանապարհը փակվում է, Իրանից եկած գազը հələ կրիզիսը չի լինում։ Իսկ այս տարի Իրանի շեկող մեքենաների հետ կապված կրիզիս էլ ունեցան։ Օրեր առաջ կառավարության նիստին անդրադարձ էր եղել հեղուկ գազի բարձր գնին, սակայն դեֆիցիտի մասին ոչ մի խոսք։ Մրցակցության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահը միայն նշել էր, որ ամեն տարի այս սեզոնին գների աճ է նկատվում Լարսի վիճակով պայմանավորված։ Մինչդեռ շուկան, ինչպես ներկրողներն են նշում, այս տարի աննախադեպ դեֆիցիտի հետ է բախվում։ Դրանով էլ պայմանավորված նման բարձր գնաճ է առաջացել։ 190 դրամից հեղուկ գազի գինը բարձրացել է մինչև որոշ տեղերում անգամ 320 դրամի։ Այս կարգի տենց վիճակ չի եղել, ովքեր ունեն մեծ պահեստներում միշտ եղել է գազ, մենք էլ որպես տնտեսվարողներ, որպես ներկրողներ, օգնելով մեկս մյուսին, առաջելով միշտ էլ իրար հետ աշխատել ենք, բոլորս էլ ունեցել են գազը։ Այս տարվա նման չի եղել, որտեղ երկար ժամանակով փակվեց Լարսը։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հայտնեցին, որ խնդրին տեղյակ են։ Նախարարությունն այժմ քննարկում է Ադրբեջանի տարածքով երկաթուղով Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ բերելու տարբերակը։ Թեև նախարարությունը չի նշում, բայց քննարկումներին հավանաբար մասնակցում են խոշոր ներկրողները։